Հարգելի գործընկերներ, բարի լույս, ուրախ եմ բոլորիդ տեսնել մեր հերթական 2025 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի նիստին եւ կցանկանամ այսօրվա մեր նիստը սկսել ինձ համար եւ կարծում եմ յուրաքանչյուրիս համար շատ սպասված ու կարելի ասել ուրախ լուրով, որը վերաբերում է դատախազության հանրային վարկանիշին, վստահ եմ առավոտյան հասցրել եք արդեն ծանոթանալ, որ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրության հետազոտություն։ Եվ դրա համաձայն դատախազության աշխատանքից լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 43%-ը։ Եթե համեմատենք նախորդիվ մեր գնահատման ցուցանիշների հետ, այս տողով ցուցանիշն աճել է մոտապես, ոչ թե մոտապես, այլ հենց կայուն 6%-ով։ Սա կարծում եմ մեր որպես միասնական համակարգի շատ կարևոր նվաճում է, եւ սա կարծում եմ հավաստումն է այն պնդման, որը մենք մի անգամ չի որ կրկնում ենք, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այն պետք է լինի տեսանելի եւ ցուցանիշն ինձ հուշում է, որ նաեւ հասկանալի։ Մնացած բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են այս հետազոտությանը, հրապարակված են, կարող եք ծանոթանալ, բայց այստեղ կարևոր է ընդգծել, որ բոլոր ցուցանիշներով, դրական ցուցանիշներով մենք ունենք աճ։ Եվ եթե հետևեք 23 ու 24 թվականի համադրություններին, ապա կտեսնեք, որ աճը շատ հետևողական եւ կայուն է, եւ այս հանգամանքը եւս կարծում եմ մեզ բնորոշող հատկանիշներից մեկն է, որը որ մենք ուղենշել ենք մեզ համար որպես հետևողական աշխատանքի դրսևորում, նույն տրամաբանությամբ նաեւ հանրությունն ընկալում է մեր հետևողականությունը եւ զգույշ քայլերով գնահատում մեր աշխատանքը։ Առիթն օգտագործելով եւ ամփոփելով իմ մարզային այցերը, պետք է ընդգծեմ գոհունակությամբ, որ բոլոր այն ուղենիշները, որոնք մենք նախատեսել էինք մեր ստորաբաժանումների աշխատանքի համար, կարծես թե էլի հետևողականորեն իրականացվում են։ Գիտեք, վստահ եմ, որովհետև մենք արդեն ամփոփել ենք 25 թվականի տարվա լավագույն մեր ստորաբաժանումները, լավագույն բառը էլի կրկնում եմ շատ պայմանական է, այսինքն դա չի նշանակում, որ եթե կա լավագույն, ուրեմն կա նաև վատագույնը, բայց լավագույնը վերաբերում է մեր գնահատման ցուցանիշներին, եւ ընդհանրապես ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի մեր ընդլայնված կոլեգիայի նիստին մենք որոշեցինք այն չափանիշներն ու գործակիցները, որով պետք է գնահատենք մեր ստորաբաժանումների աշխատանքը, ոչ բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Ես ուզում եմ շնորհավորել նախ Սյունիքի մարզի դատախազությանը, շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզի դատախազությանը իր կատարած աշխատանքի համար։ Մենք դա, պարոն Պողոսյան, կեցեք, մենք իհարկե առիթ ունեցել ենք սրա մասին խոսել եւ նաեւ ձեզ եւ ամբողջ ստորաբաժանումը հավուր պատշաճի պարգևատրել։ Ես ուզում եմ ընդհանրապես ընդգծել, որ Սյունիքի մարզի դատախազության այս նվաճումը վկայում է այն մասին, թե ոնց դատախազությունը իր առաջ կարող է դնել նպատակ, ասել այդ նպատակի մասին ու ինձ համար անսպասելի ու հաճելի ձևով հասնել այդ նպատակի իրականացմանը։ Ես ուզում եմ ընդգծել, որ երկրորդ եւ երրորդ տեղերում մեր ստորաբաժանումները, որոնք հավասար միավորներով էին, Գեղարքունիքի մարզն ու Ավան եւ Նորնորք վարչական շրջանի դատախազությունները եւս ահռելի աշխատանք էին կատարել, եւ եթե համեմատենք կիսամյակային Ավանից աշխատանքը, ես ցուցանիշ բառը շատ չեմ ուզում օգտագործել, որովհետեւ ցուցանիշը ինքը քանակական է եւ ոչ միշտ է, որ կարողանում է օբյեկտիվ տվյալը ներկայացնել։ Եթե համատենք, կտեսնենք, որ ահռելի ու զգալի առաջընթաց է, որը ցուցաբերվել է ստորաբաժանման կողմից, ինչը եւս շատ ողջունելի է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու ստորաբաժանումների ղեկավարներին, պարոն Աղաջանյան եւ պարոն Այվազյան։ Պարոն Այվազյանը նաեւ անցյալ տարվա ընթացքում շատ լուրջ աշխատանքեր իրականացրել եւ շարունակում է իրականացնել Սևանի ավազանի մաքրման աշխատանքների հետ կապված, որը փոխել է նաև մեր բոլոր գործընկերների մոտեցումները Սևանի շուրջ հողահատկացումների եւ ապօրինի կառույցների վերաբերյալ, ինչը էլի կարծում եմ, որ դատախազության առաջնահերթությունների լուրջ ընդգծում է։ Ես կցանկանամ նշել, որ 4-րդ տեղում մեզ մոտ Լոռու մարզի դատախազությունն է եւ շնորհակալություն հայտնել երկու դատախազներին, որոնք պաշտոնավարել են 25 թվականի ընթացքում, պարոն Շաբազյանը եւ պարոն Անտոնյանը, եւ կարծում եմ, որ հաջորդիվ այլ ավելի տեսանելի
աշխատանք կիրականացվի, հատկապես որ նոր կադրերով համալրում ունենք։ Եվ չեմ կարող չընդգծել Արարատի մարզի դատախազությունը, որը անցյալ տարվա ընթացքում ուղղակի տենց գերադրական բառը շատ չեմ օգտագործում, բայց չեմ կրկի ասել, որ ֆանտաստիկ ցուցանիշներ եւ բովանդակություն ուներ ներդրված աշխատանքի մեջ, հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում, պարոն Պողոսյան, կխնդրեմ նույն եռանդով ու ոգով շարունակեք աշխատել եւ աշխատանքը, որը իրականացնում է Արարատի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության ոլորտում, տեսանելի է ոչ միայն մեզ համար, այլև մեր բոլոր գործընկերների համար։ Բնականաբար, սա չի նշանակում, որ մյուս բոլոր ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ, սա նշանակում է, որ մեր պահանջներն են լրջացել, մեր նշած ձողերը բանավոր խոստումներից անցնում են, դառնում են արդեն հողին կպած կոնկրետ արդյունքներ, ոչ թե թվեր, որովհետև մեծ հաշվով թվերը մեր կյանքում ոչինչ չեն փոխում, եւ այս առումով ես դեռ առիթ կունենամ, բայց ուզում եմ ընդգծել յուրաքանչյուրի աշխատանքը եւ կոլեկտիվ աշխատանքը, շնորհակալություն հայտնել դրա համար եւ վերահաստատել, որ հաջորդ տարվա համար էլ մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել, հրամանը բոլորիդ հասանելի է, ուժի մեջ է։ Մենք ցանկանամ, որ այս տարի տեղերում եմ ասել, մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնենք հանցագործությունների կանխման աշխատանքներին։ Ես հասկանում եմ այնտեղ օրենսդրական փոփոխությունների կարիք կա մի փոքր, որ մենք աշխատանքներ կտանենք, որպեսզի ավելի լիազորությունները կայուն լինեն դատախազության այս ոլորտում, բայց ես կցանկանամ ընդգծել, որ դատախազության հեղինակությունն էլ այս պահին լրիվ բավարար է այս կանխման աշխատանքներում ներգրավվածության եւ ավելի հետեւողական լինելու համար։ 2025 թվականի ընթացքում վարչության դատախազների կողմից 37 քրեական վարույթ եւ 94 քրեական վարույթի օրինականության նկատմամբ նախորդ տարվա հանդեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով հանձի վերաբերյալ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղվածներից 137-ը կարճվել է նախորդ տարվա հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից բազմադրված մեծածավալ եւ տևական ժամանակ քննված որոշ մանկապարտեզների, դպրոցների տարածքներ օրինականացնել ֆեդերացիայի կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում դատախազական մի շարք ակտերի կիրառման արդյունքում ասավել է քրեական հայտնված սպանության դեպքերին Փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 124 բույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, բուրակներ։ Նիշները բոլոր տեղերում ընդգծված են որպես աճող, այսինքն բացառիկ դեպքեր են, որոնք բացահայտված չեն եւ բացահայտում ասելով հանձնարարություն է ուղարկվել, որպեսզի անմիջական հսկողության ներքո գտնվող վարույթներով յոմների կատարման վերաբերյալ նյութերը ստացվելու մասին գրություն ստանալիս աշխատանքներ։ Միջազգային իրավական համագործակցության ոլորտում դատախազությունը իրականացրել է միջազգային պայմանագրերով ստանձնած եւ ներպետական օրենսդրությամբ վերապահված գործառույթների պատշաճ կատարումը, որոնցից հարկ է առանձնացնել հետեւյալ աշխատանքները։ Եվ սահմանեք 6 ամսյա ժամկետ, որպեսզի գործերը արդեն բովանդակային առումով իրականացված աշխատանքները հաշվետու տարվա ընթացքում դատախազության այլ ստորաբաժանումներից ստացվել են 1776 որոշման արտահայտված դիրքորոշման։ Նշված ժամանակահատվածում 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2240 թվականին արձանագրված 1221 հանցագործության դեպքերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ են եղել 143-ը, որոնցից մոտենում քննված քրեական վարույթներով քննիչների կողմից ներկայացվել է անձի նկատմամբ կանային քրեական հետապնդում հարուցելու ստացվել է հանցագործության մասին 2195 հաղորդում, 2024 թվականին 1810, այսինքն նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության 532 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ։ Դատախազների շրջանում անցկացվել է անանուն հարցում։ Հարցման նպատակն է պարզել, թե ինչպես են դատախազները գնահատում իրենց աշխատանքային պայմանները, աշխատանքային միջավայրը, մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Անանուն հարցման կարևոր նպատակներից է նաև խնդիրների վերհանումը, կարիքների բացահայտության անձնակազմի կառավարման վարչությունը, քաղաքացիական ծառայողների, հայցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք
40 կամ 67 Պաշտոնական յազորություններս իրականացնելիս երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը։ Այս տարի մի քիչ զգույշ, բայց ուզում եմ արձանագրել, որ կարծես թե նշաձողերը սահմանելու ժամանակը ավարտվել է և այդ նշաձողերը նվաճելու ժամանակներն են հիմա արդի և այս տարվա իմ մարզային այցերը, որոնք հրապարակային են եղել, որոնց վերաբերյալ տվյալները հասանելի են եղել յուրաքանչյուրիդ, ինձ մի կարևոր միտք արձանագրելու հնարավորություն տվեց, որ այն ինչ մենք միասին այս դահլիճում որոշել էինք ավելի քան 3 տարի առաջ, առնվազն այս տարի սկսում է դառնալ իրականություն և ամենակարևորը անշրջելի իրականություն։ Այսօր մեր առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնած անձանց երդման արարողությունն ինձ թվում է ձեզ համար ակնհայտ դարձրեց այն, ինչ Արամյանը իր ելույթում նշեց, որ 26 նիստ է արել որակավորման հանձնաժողովը, ոչ մեկը 26 թվին լուրջ չվերաբերվեց, մինչև չտեսավ անձանց թիվը, ովքեր բարձրանում էին բեմ երդվելու համար։ Եվ սա ես համարում եմ դատախազության լրջագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ դատախազի կարիերան դառնում է էլ ավելի պատվաբեր ու ցանկալի։ Մենք այս տարի Արամյանից կողի եթե սխալվեմ, բայց 200-ից ավելի դիմորդ ունենք և կարծում եմ կունենամ։ Մենք այս տարի ունենք անձինք, ովքեր համալսարանն ավարտած ձգտում են գալ դատախազության աշխատանքի, ավելի քան 20 պրակտիկանտ ունենք միայն Երևանի պետական համալսարանից, ունենք նաև հետաքրքրվածություններ մյուս բուհերից և ես սա շատ կարևոր եմ համարում, քանի որ կարծում եմ, որ դատախազության դիմագիծը այլևս ճառերից ու ցանկություններից դարձել է իրականություն և հասարակության մեջ մենք ոչ միայն տեսանելի ենք, ոչ միայն հասկանալի ենք, այլև մեր մասնագիտությունը կրող երիտասարդների համար դառնում ենք, ելի զգույշ եմ արձանագրում այս փաստը, դառնում ենք օրինակելի։ Եվ ես ուզում եմ հաջորդ մեր տարվա համար հենց այս նշաձողը նորից ուղղակի վերահաստատել, որ մենք շարունակենք նույն եռանդով աշխատել, ես հասկանում եմ, որ մենք ունենում ենք, ես ինքս էլ ձեր հետ միասին, ունենում ենք իրավիճակներ և թվում է, որ ավելի շատ անելիք կա, քան արել ենք, որ ավելի շատ մարտահրավեր կա, քան մենք ընդունակ ենք հաղթահարելու, բայց բավական է ամենադժվար պահին մի վայրկյան կանգնես ու հետ նայես, թե ինչ ճանապարհ ես արդեն անցել, նորից մոտիվացվում ես, նորից ցանկություն ունես գնալու առաջ, և ես ուզում եմ ընդգծել, որ մենք ղեկավար կազմի նկատի ունեմ, հանձնարարում ենք շարունակելու այս մոտիվացիոն համակարգը և պատահական չէր, որ ես այսօր ևս խնդրեցի, որ մեր աշխատակիցների գոհունակության մասին մեր գործընկերները ներկայացնեն, սա զուտ ինձ համար թվեր չեն և նույնիսկ բացասական ցուցանիշներին ես չեմ վերաբերվում, նույնիսկ եթե ցուցանիշները փոքր են, ես չեմ վերաբերվում որպես անկարևոր, չեմ վերաբերվում որպես վիճակագրություն, վերաբերում եմ որպես մարտահրավեր, որն անհրաժեշտ է լուծել։ Առաջին անգամ դատախազի պաշտոնը զբաղեցնող անձանց, ինչպես միշտ ասում եմ, բարով եք եկել։ Բարով եք եկել համակարգ, որտեղ հաջողությունների մասով համեստ լուր ուրախանում են, ինքնագովեստով ինքնագոհունակությամբ չեն զբաղվում, ճառեր չեն ասում և ավելի շատ գործ են անում։ Կլինեն դժվար պահեր, վստահաբար, կլինեն հուսահատության պահեր, բայց դատախազության աշխատակիցների գոհունակության հարցման Եթե արդյունքներին ուշադիր եք, նկատեցիք, որ մեր աշխատակիցների մեծ մասը կարծում է, որ մեզ մոտ աշխատանքային մթնոլորտն արհեստական լարվածություն չունի, և դա իմ որպես ղեկավար նպատակներից երևի առաջինն էր, որ չլինի նման լարվածություն աշխատակազմում, որպեսզի լինի առողջ մրցակցային և պրոֆեսիոնալ միջավայր, և նորեկները իրենք կարծում եմ, եթե դեռ չեն հասցրել զգան, ապա կզգան վստահաբար այս գործընկերային մթնոլորտը, դատախազությունում գործընկերների հետ ամոթ չեք քննարկել, բացարձակ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, եթե աշխատանքային կարգով ինչ-որ հարցերի վերաբերյալ մտքեր են փոխանակվում, և դատախազությունում այո, գործընկերային մթնոլորտ է ու դա ուղղակի բարձրագույն բառեր չեն։ Այն ինչ մենք անում ենք լինելու է շարունակական, ես կհորդորեմ ու խնդրեմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը մոտիվացված շարունակի աշխատել։ Ես վստահ եմ, որ դուք տեսնում եք, որ ձեր աշխատանքը տեսանելի է, ոչ միայն ձեզ համար, որ դուք բնավ կարիքը չունեք ձեր աշխատանքի մասին պատմելու, ձեր աշխատանքը, ձեր գործը ձեզնից առաջ ձեր մասին պատմում է և շարունակելու է պատմել։ Ես խնդրեմ միայն, որպեսզի մենք լինենք էլ ավելի պատասխանատու, էլ ավելի ուշադիր
էլ ավելի բարեկիրթ, որովհետև ներկայիս մարտահրավերները չեն վերաբերում միայն պրոֆեսիոնալիզմին։ Մարտահրավերներն այսօր ցավոք վերաբերում են միևնույն տարական հասկացության, որը կոչվում է բարեկրթություն։ Դատախազությունը չնայած բոլոր սադրանքներին եւ տարբեր տեսակի դրսևորումներին միշտ լինելու է բարեկիրթ, լինելու է հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ։ Մեզ բարի երթ, ինձ համար 2026 թվականը դեռ չի սկսվել մասնագիտական առումով, կսկսվի ազգային ժողովի հաղորդումը ներկայացնելուց հետո, բայց տեսնից յուրաքանչյուրի աշխատանքով որ ձևավորվում են արդյունքը, որը մենք ներառում ենք տարեկան հաղորդման մեջ եւ որով ներկայանում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության արկածուներին։ Ամփոփելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհակալությունը ոչ միայն ուղղակի բառ ընկալեք, այլ ընկալեք որպես ձեզնից անհատապես յուրաքանչյուրին եւ ձեր յուրաքանչյուր միավորին, կոլեկտիվին տրված իմ գնահատական եւ սա արված չի ավանսով, սա արված արվում արդեն կատարված աշխատանքի համար եւ ես վստահ եմ, որ մենք համատեղ, ես, ղեկավար կազմը, աշխատակազմը եւ դուք միասին շարունակելու ենք բարձրացնել այն նշաձողերը, որոնք սահմանել ենք։